Ես կապես կարծում եմ, որ մենք պետք է դադարենք խոսել նախկինների մասին, որովհետև խոսելու բան էլ չկա։ Ինչ չենք ասել։ Հիմա այս Ղարաբաղի հարցի փաթեթն էլ, որ հրապարակել ենք, այդ դրա մասին է, որ խոսելու բան ընդհանրապես չկա, որովհետև ասում եմ, ինչ հարցել տան, բացառված է, որ այդ ընդհանրապես որևէ նյուանսի վերաբերյալ վերջին 5 տարվա ընթացքում մանրամասն խոսացած չլինեմ։ Այդ փաթեթի հրապարակումը իմ դիտանկյունից ընդհանրեն նրա համար է, որ ես ասեմ, այ որ ասում էի այդ դա այս տողում է, մյուսը այն տողում է, երրորդը այն տողում է, չորրորդը այն տողում է, հինգերորդը այն տողում է։ Բայց հիմա ձեր հարցի հետ կապված երկու բան ասեմ, նախ հարցազրույցը ես չեմ նայել եւ սովորաբար չեմ մեկնաբանում այն ինչ որ չեմ նայել, չեմ լսել, բայց վստահելով ձեր վերարտադրությանը, ես կարող եմ ասել, որ դա զարմանալի բան չկա, որովհետև 98 թվականին ձեր նշած շրջանակը եւ ձեր նշած անձը, երբ որ նախագահի տեխնացու էր առաջադրվում եւ այն ժամանակ հարց կար սահմանադրության հետ համապատասխանության, քաղաքական այդ նույն ուժերը ասում էին ազգային շահերը ավելի բարձր է, քան սահմանադրությունը։ Որովհետև այսինքն ինչ են ասում, ձեր ասացի գիծն է պետության եւ այսինքն այդպիսի մենք որ ասում ենք հայրենիքը պետությունն է, իրանք ասում են վայ հայրենիքը պետությանն են ուզում սահմանադրել, բանանեն, հակադրել։ Իսկ իրենց ամբողջ գաղափարախոսությունը պետությունը դնել մի կողմ եւ կենտրոնանալ ամեն ինչի վրա, բացի պետությունից։ Մեր ռազմավարությունը, որը մենք էլ ենք բավականին երկար ժամանակ իներցիայով այդ տրամաբանության մեջ եղել։ Մեր ռազմավարությունը ինչի մեջ է, որ այո կամ բազմաթիվ կարևորագույն հարցեր, ազգային բնույթի, մշակութային բնույթի, պատմական բնույթի, հումանիտար բնույթի, բազմաթիվ չափազանց կարևոր հարցեր, բայց մենք ասում ենք չափազանց կարևոր հարցը գիտակցելով, առերեսվելով, կենտրոնում պետք է լինի պետական շահը եւ պետությունը։ Պետությունը եւ պետական շահը։ Պետությունը եւ պետական շահը։ Պետությունը եւ պետական շահը։